Ոչ չեք ճանաչում ձեզ։ Մի հատ էլի։ Քնարում Պետրոսյան, դատավորների էթիկայի համակարգում փոփոխություններ այս նախագծի վերաբերյալ ինչ Նկատի ունեք վերջի փոփոխություն։ Որպես մահակ դատավորների։ Դե ՀԿ-ները պետք է ներկայացված լինեն, որովհետեւ խնդիր չեմ տեսնում։ Բայց ըստ էության հարաբերակցության խնդիրն է, որ ասում են ՀԿ-ները ավելի շատ կլինեն, այսինքն մի ՀԿ-ի ներկայացուցիչ Դա քննարկման փուլում է, դա քննարկման փուլում է։ Կհասկանանք, նախագիծը ստանանք, կհասկանանք։ Արդեն առաջին ընթերցման ազգային ժողովում անցել է մնացել։ Ես չեմ կարդացել, ճիշտ ասած կկարդամ դες կասեմ։ Բայց անգամ դատական համակարգեր չեն քննարկել, սա ձեզ չի մտահոգում, այսինքն ձեր մասին, ձեր հետագա գործունեությունը վտանգի տակ է, նոր մահակ են բերել դատավորների գլխին ու դատավորներն ասում են, գիտեք, չէ, ոչ մի մահակ չկա, ժողովուրդ, ոչ մի մահակ չկա։ Այլ հարցեր միջազգային կառույցները այդ դեպքում հաուսը ՀՄՆՊՏ-ը համարում են, որ դատական համակարգը քաղաքականացված է, բացառապես քաղաքական հրահանգով է որոշում կայացնում։ Դուք որպես գործող դատավոր այս մասին ունեք ձեր կարծիքը։ Այսինքն քաղաքականացված են, թե ոչ, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Իսկ կարող է ձեր բախտը չի վերել, ձեզ քաղաքական գործեր չեն եկել կամ դուք զանգեցիք։ Քաղաքական գործը ես չգիտեմ դա Ձեզ մեղադրում են ներողություն քաղաքական պատվեր կատարելու մեջ, մասնավորապես Մասիսի քաղաքապետի Դավիթ Համբարձումյանի գործով դուք այս մեղադրանքներին հակափաստարկ ունեք։ Ո՞վ է մեղադրել, այստեղ մեղադրանք չեմ։ Ընդդիմադիրները, նշելով, որ քանի որ իշխող ասում եմ ընդդիմադիրները, ձեզ համար ընդհանրական անհատական է, դե ես հիմա մեջ բերում եմ, խնդրեմ պատասխանեք։ Ձեզ մեղադրանք է այդ մասով, նշքանի որ ասում են իշխող ուժը մտավախություն ուներ Դավիթ Համբարձումյանը հանդիսանում էր ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն, դրանով պայմանավորված նրան կալանավորեցին, քանի որ այդ գործը կարող էր ավելի շուտ ունենալ ներողություն իր հանգուցալուծումը։ Ինչ, եւ ասում եմ, ձեզ մեղադրում են քաղաքական պատվեր կատարելու մեջ, դուք մեկնաբան Ես սխալ են անում, հիմա ինչ ասեմ, սխալ են։ Ստացել եք։ Արդարացում։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը ասաց չանի, արել եք իր որևէ մի ասած։ Ինչ ասաց։ Օրինակ, ասում է չկա դատավոր, որ իմ ասածը չանի, գործող դատավոր եք դուք։ Ընդհանուր բաներ եք ասում, չգիտեմ։ Պարոն Պետրոսյան, դուք անկախ եք համարում։ Ժողովուրդ ուշանում եմ արդեն։ Պարոն Պետրոսյան, դատական համակարգի այս իրավիճակը, օրինակ, տեսեք, Միքայել Սրբազանը մեկ նախադասության համար այսպես ասած դատապարտվեց, այնտեղ սրբազանները փաստաբաններն ասում են անում են մեղադրանք եւ քաղաքական հետապնդումներ են։ Այս իրավիճակում այս գործերը ենթադրում եմ, հա, որ համացանցում տեսած կլինեք կամ ամուլով հետևած կլինեք, ինչպես եք դուք գնահատում։ Օրինակ Միքայել Սրբազանին դատապարտել այդքան ժամանակով հիմնավոր էր, թե ոչ։ Դուք Հիմա դուք ինձանից պատասխանեք, Հա, ես ասում եմ, ընդհանուր համակարգում, Բավոր ես ինչ-որ պատասխան տամ ու այդ գործը գա իմ վարույթ։ Ինչ պետք է անեն։ Պարոն Պետրոսյան, դուք ներկա պայմաններում դատական համակարգը անկախ համարում եք։ Լիարժեք անկախ ներկա իրողությունների պայմաններում։ Մենք ձգտում ենք լիարժեք անկախ լինելու։ Ինչ դատավորներ կային, որոնք վերջին շրջանում քննադատել էին բարձրագույն դատական խորհրդին եւ այլն, եւ հետո զրկվեցին պաշտոնից։ Հնարավոր է, որ դուք կաշկանդվում եք եւ չեք ցանկանում ավելի։ Ոչ, ես որևէ բանով չեմ կաշկանդում։ Այսինքն, եթե ասելիք ունենայիք, Անպայման կասեի։ ձեր լիազորություններից զրկել։ Ես պարտավոր եմ այնպիսի վարքագիծ դրսևորել, որ իմ լիազորություններին առիթ չտամ դատավորին։ դատական համակարգը են, օրինակ այլ դատավորներ։ Չեմ կարող ասել։ Դատական համակարգը անկախ աշխատեք Զարուհին Անպայման։ համակարգը։ Այո։ Անպայման։ Չեք հետևել, որ ասում եք չեմ կարողացել օրինակ Դավիթ Հարությունյանի գործին անկախարին գործել, Զարուհի Թախքարյանի, Արթուր Հենա, Ստեփանյանի։ ինչ-որ մարդիկ է։ Չեք հետևել։ Հետևել եմ։ Հիմա գործընթացա չէ՞ ընթանում։